Եվ նորից սիրելի հեքիաթներ շարքից Գրիմ եղբայրներ Մոխրոտը Մի հարուստ առևտրական էր ապրում Նրա կինը ծանր հիվանդացավ և երբ զգաց, որ իր հիվանդությունն ավելի է բարդանում կանչեց իր մոտ իր մինուճար աղջկան և պատգամեց Սիրելի զավակս, համեստ և խոնար եղիր, և Աստված միշտ կօգնի քեզ։ Ես էլ վերևից կհսկեմ ու քեզ երբեք մենակ չեմ թողնի։ Ասեց, փակեց աչքերը և մահացավ։ Աղջիկը շատ տխրեց։ Նա շատ էր կարոտում մայրիկին։ Նա ամեն օր այցի էր գնում, ծաղիկներ էր տանում մայրիկի շիրիմին և խոսում նրա հետ։ Այդպես գոնե ցավը թեթևանում էր։ Շուտով վրա հասավ ձմեռը, և մոր գերեզմանը ծածկվեց ճերմակ սփռոցով։ Իսկ գարնանը, երբ նորից շողշողում էր արևը, աղջկա հայրը, որ շատ էր անհանգստանում աղջկա համար, կարծելով, որ դա կօգնի, որոշեց ամուսնանալ, որ դուստրն առանց մայր չմեծանա։ Ամուսնացավ մի կնոջ հետ, ով 2 աղջիկ ուներ։ Հայրը մտածում էր, որ աղջիկը նաև քույրեր կունենա և շատ չի կարոտի մայրիկին։ Խորթ մայրիկի աղջիկները գեղեցիկ էին, բայց շատ չար ու դաժան հոգի ունեին, ու մեր խեղճ աղջկա օրերը սկսեցին դառնանալ։ Միթե այս հիմարն էլ պետք է մեզ հետ սեղան նստի, Ասում է խորթ մայրը։ Ով ուզում է ուտի, նախ պետք է աշխատի։ Գնա խոհանոց, այնտեղ քեզ համար շատ գործ կա։ Այդպես հրահանգեց մայրը։ Իսկ խորթ քույրերը հանեցին նրա գեղեցիկ հագուստը, հին մաշված շորեր տվեցին և փայտե մաշիկներ։ Աղջկա հայրը, որ առևտրական գործերով միշտ օտար երկրներում էր, անտեղյակ էր, թե ինչպես են վարվում իր հարազատ աղջկա հետ։ Երբ եկավ տուն և զարմացավ աղջկա հագ ու կապի և առօրյայի վրա, կինը ստեց նրան ասելով, որ աղջիկը տարօրինակություններ ունի, և հենց իր ցանկությունն է եղել այդպես հագնվել և խոհանոցում գործ անել։ Հայրն էլ հարցուփորձ արեց աղջկան, բայց աղջիկը լռեց։ Նա էլ ոչինչ չկասկածելով հավատաց իր կնոջը։ Մեր աղջիկը իսկապես էլ շատ խոնար և հեզ աղջիկ էր, ինչպես որ մայրիկը պատգամել էր։ Առավոտից երեկո աշխատում էր խոհանոցում, վառում էր վառարանը, ճաշ էր եփում, լվացք էր անում, այդքանը բավական չէր։ Խորթ քույրերն էլ հոգու հետ էին խաղում, ծաղրում էին նրան, ծիծաղում վրան, դիտավորյալ թափթփում էին շորերը, իրերը, որ նա հավաքի։ Երբ խեղճ աղջիկը վերջացնում էր գործը և ուզում էր պառկել հանգստանալ, անկողին էլ չէին տալիս։ Ստիպում էին վառարանի մոտ թափված մոխրի վրա քնել։ Ասում էին, այն ավելի փափուկ է, քան անկողինը։ Եվ որովհետև միշտ փոշոտ էր, քույրերը անունը դրեցին Մոխրոտ։ Մի անգամ, երբ հայրիկը եկել էր կարճ հանգստի, հարցրեց աղջիկներին, թե ինչ կուզեն, որ նա նվեր բերի նրանց համար։ Գեղեցիկ զգեստներ, ասաց մեկը։ մարգարիտներ ու հակներ են։
ասաց մյուսը։ Հայրը դիմեց լուր կանգնած մոխրոտին։ Քեզ համար ինչ բերեմ, սիրելիս, դու ինչ կուզես, աղջիկս։ Ինձ համար մի ճյուղ բեր, հայրիկ։ Տուն դառնալիս, որևէ ծառի ճյուղ, որ գլխարկի դիպչի եւ ցած գցի այն։ Հենց այդ ճյուղն էլ փոքիր եւ բեր ինձ։ Հայրիկը ծիծաղեց կարծելով, թե կատակում է եւ էլի հարցրեց։ Սիրեցի կատակը, բայց ասա տեսնեմ, գոնե մի զարդ կամ մի զգեստ գուցե։ Միայն այդ ճյուղը, հայրիկ, ուրիշ ոչ մի բան։ Հայրիկը հաջորդ տուն դարձին գեղեցիկ հագուստներ, մարգարիտներ եւ թանկարժեք քարեր գնել աղջիկների համար։ Եվ երբ տուն գալիս անցնում էր անտառով, ընկուզենու ճյուղը կպավ գլխարկին եւ գլխարկը գցեց ցած։ Հայրը, որ մոռացել էր, հանկարծ հիշեց մոխրոտի պատվերի մասին եւ հենց այդ ճյուղն էլ փոկեց եւ բերեց իր հետ։ Տուն հասնելուն պես թանկ նվերները տվեց խորտ աղջիկներին, իսկ խղճուկ ճյուղը մոխրոտին։ Մոխրոտը շնորհակալություն հայտնեց, վերցրեց ճյուղը, տարավ եւ տնկեց մայրիկի գերեզմանին։ Եվ այնքան լաց եղավ, որ արցունքներով ջրեց հողը։ Ճյուղն աճեց, մեծացավ, դարձավ գեղեցիկ թավ ծառ։ Մոխրոտն ամեն օր գնում էր ծառի մոտ, խոսում մայրիկի հետ եւ աղոթում նրա հոգու համար։ Ամեն անգամ աղոթքի ժամանակ կարծես մոր հոգին մի սպիտակ թռչնակի տեսքով գալիս, իջնում էր ծառի ճյուղին եւ լսում նրան։ Մոխրոտը դա տեսնելով միշտ լցվում էր ուրախությամբ, սիրով եւ երբեք չէր ընկճվում։ Այդպես անցան ամիսներ, տարիներ, եւ մոխրոտը չնայած իր հնամաշ շորերին եւ մոխրոտ դեմքին, ավելի ու ավելի գեղեցկացավ, նրբացավ, տարբեր գործեր անելով շատ հմտություններ սովորեց։ Իսկ խորտ քույրերը, քանի որ չէին աշխատում եւ ողջ օրն ուտում էին, չաղացան եւ բթացան։ Մի գեղեցիկ օր երկրի թագավորը հայտարարեց մեծ պարահանդեսի մասին, որը տևելու էր 3 օր։ Նա հրավիրեց իր երկրի բոլոր գեղեցիկ աղջիկներին, որպեսզի իր որդին հնարավորություն ունենա ընտրություն կատարել եւ ամուսնանալ։ Երբ խորտ քույրերն իմացան, որ իրենք էլ պետք է ներկա գտնվեն պարահանդեսին, արագ խառնվեցին իրար, կանչեցին մոխրոտին եւ պատվիրեցին. Արի մեր մասերը սանրիր, կոշիկները մաքրիր, պատրաստիր մեր զգեստները, կոճկիր ճարմանդները։ Տես, ամուր կկոճկես, այսօր մենք թագավորի հանդեսին ենք գնում։ Արքայազնը հաստատ մեզնից մեկին կընտրի։ Անպատճառ, քանի որ մենք շատ գեղեցիկ ենք եւ խելացի։ Հաստատեց մյուս քույրը։ Մոխրոտը կատարեց նրանց պահանջները, բայց տխուր էր։ Ինքն էլ էր ուզում պարել։ Նա համեստորեն խնդրեց խորտ մորը, որ իրեն էլ թույլ տա գնալ։ Դու ոտքից գլուխ մոխրի ու փոշու մեջ կորած ես։ Ինչպես կարելի է նման տեսքով հայտնվել թագավորի պարահանդեսին։ Շոր չկա քեզ համար եւ ոչ էլ հարմար կոշիկ։ Հայրիկիցդ հագուստի փոխարեն ճյուղ ուզեցիր։ Մոխրոտն այլևս չխնդրեց, բայց խորտ մայրն իբրև թե խղճալով ասաց. Միթաս ոսպ եմ լցրել այնտեղ, եթե 2 ժամում մաքրես, առանձնացնես, գնալուդ համար մի բան կմտածեմ, որ հագնես։ Մոխրոտը մտավ խոհանոցը եւ նայելով ոսպին, որի մեջ ոսպից բացի ինչ ասես որ չկար, հասկացավ, որ 2 ժամում չի հասցնի մաքրել։ Արագ վազեց այգի եւ ձայն տվեց իր սիրելի թռչուններին, որոնց միշտ կերակրում էր։ Աղավնիներ, սիրունիկ տատրակներ, ճնճղուկներ,
Ճստիկ, պստիկ, օգնեք ինձ ոսպը մաքրել։ Երկու ճերմակ աղավնիներ եկան եւ թռեցին խոհանոցի պատուհանին։ Նրանց ետևից էլ տատրակները, ճնճղուկները, էլի սիրուն թռչուններ եկան։ Աղավնիներն սկսեցին կտ, հատիկ ընտրելով հավաքել ոսպը եւ գցել թասի մեջ։ Մյուսներն էլ հետևեցին նրանց օրինակին։ Մի ժամ էլ չէր անցել, երբ ավարտեցին աշխատանքը, թռան, գնացին։ Մոխրոտը թասը ուրախ բերեց տվեց խորթ մորը, մտածելով, որ հիմա իրեն էլ թույլ կտա գնալ պարահանդեսին։ Մայրը զարմացավ եւ ավելի չարացավ։ Շատ ապրես, բայց ես ինչ փնտրում եմ, թե ինչ հագնես, որից ասել է, որ էլի ոսպի կարիք ունենք։ Եթե մի ժամում 2 թաս ոսպ էլ մաքրես, այն ժամանակ կգնաս քույրերիդ հետ։ Ասեց եւ մտքում մտածեց. Մի ժամում ոնց պիտի 2 թաս ոսպը մաքրի։ Խորթ մայրը 2 թաս ոսպը լցրեց սեղանին եւ գնաց։ Մոխրոտը նորից գնաց այգի եւ կանչեց իր օգնական թռչուններին։ Աղավնիներ, սիրունիկ տատրակներ, ճնճղուկներ, ճստիկ, պստիկ, օգնեք ինձ ոսպը մաքրել։ Լավ նամանը, վատը ձեզ կեր։ Աղավնիները եւ նրանց հետ էլ մյուս թռչունները կրկին օգնեցին, որ ոսպն արագ մաքրեն։ Կես ժամ էլ չանցած, աշխատանքն ավարտեցին, թռան, գնացին։ Մոխրոտը 2 թաս ոսպը ուրախ բերեց եւ խորթ մորը տվեց։ Մտածելով, որ այ հիմա թույլ կտա իրեն պարահանդես գնալ։ Խորթ մայրը ապշեց եւ ավելի կատաղեց։ Իրեն հազիվ զսպելով, որ չգոռա, ասաց. Շատ ապրես, շատ, բայց չէ, մոխրոտ չի լինի, դու քույրերիդ հետ պարահանդես չես կարող գնալ, ես ամեն օր փնտրեցի, բայց ոչ մի հարմար հագուստ չգտա, այսպես չես կարող գալ, խայտառակ կլինենք, ոչինչ, մյուս անգամ անպայման կմասնակցես, խոստանում եմ։ Ասաց մայրն ու իր 2 աղջիկների հետ գնաց պարահանդես։ Երբ տանն այլևս մարդ չկար, մոխրոտը հուսահատ վազեց մոր գերեզմանին, հենվեց ընկուզենուն եւ հոնքուր լաց եղավ։ Սպիտակ թռչնակն իջավ կաղնու վրա եւ երգեցիկ ձայնով կանչեց. Եվ ծառի ճյուղերին ոսկեթել զգեստներ հյուսվեցին, ոսկեթել մետաքսե կոշիկներ եւ պտուղների պես կախվեցին ցած։ Մոխրոտը խենթացավ, շնորհակալություն հայտնեց բարի հոգիներին, հրճվեց, վերցրեց նվերը եւ ասեց տուն, լվացվեց, իրեն կարգի բերեց, հագավ իր անօրինակ զգեստը, կոշիկները եւ նստելով իր սիրած ձյուկի վրա, շտապեց հասնել պարահանդեսին։ Մոխրոտը, քանի որ լրիվ կերպարանափոխվել էր, երբ ներս մտավ պարասրա, խորթ մայրն ու քույրերը չճանաչեցին, կարծելով, թե ինչ-որ թագավորի աղջիկ է եկել։ Մոխրոտն այնքան գեղեցիկ էր նոր զգեստի մեջ, որ արքայազն արագ ընթառաջ գնաց նրան, թևանցուկ արեց եւ երբ պարերն սկսվեցին, պարեց միայն մեր մոխրոտի հետ։ Մինչև ուշ երեկո պարում էին։ Իսկ երբ մոխրոտը կամեցավ տուն վերադառնալ, թագավորի տղան ասաց.
ես քեզ կճանապարհեմ։ Որտեղ ես ապրում։ Թագավորի տղան մոխրոտին ուղեկցելու ընթացքում ուզեց իմանալ, թե մոխրոտը որտեղից է, ում աղջիկն է։ Հենց այդ հարցերի վրա մոխրոտը հարմար պահ ընտրեց եւ նստելով ու խթանելով իր ձյուն սուրաց կորավ անտառում։ Հերվից միայն նրա ձայնը հնչեց։ Մենք վաղն էլ կտեսնենք։ Թագավորի տղան էլ իր ձիով գնաց մոխրոտի հետևից։ Այս ու այն կողմ սլացավ, կանչեց, բայց չգտավ։ Պարահանդեսի երկրորդ օրը խորթ մայրը եւ քույրերը նորից հագնվեցին, զարդարվեցին եւ մեկնեցին պալատ։ Մոխրոտն էլի գնաց ընկուզենու մոտ։ Սպիտակ թռչունը նորից կանչեց եւ ծառն ավելի շքեղ զգեստ եւ կոշիկներ ձևեց նրա համար։ Երբ մոխրոտը ոտք դրեց պալատ, բոլորը հիացած նրա գեղեցկությամբ, քարացած հայացքներով ուղեկցում էին։ Թագավորի տղան, տեսնելով նրան, արագ վեր թռավ, եկավ, բռնեց նրա թևից եւ այդ երեկո էլ միայն նրա հետ պարեց։ Գիշերը վերահասնելուն պես մոխրոտը շշնջաց թագավորի ականջին, որ վաղն էլ կհանդիպեն։ Կրկին որսած պահը եւ ծլկեց պալատից։ Թագավորի տղան խենթացած նրա ձայնից չհասցրեց էլ նկատել, թե մոխրոտն ուր չքվեց։ Նա վազվզեց ամեն ուղությամբ, բայց անարդյունք։ Պարահանդեսի երրորդ օրը կրկնվեց ամեն բան։ Խորթ մոր եւ քույրերի մեկնելուց հետո մոխրոտը վազեց մոր գերեզմանին։ Ծառն այս անգամ ավելի շողշողուն զգեստ եւ բյուրեղապակյա կոշիկներ ծաղկեցրեց նրա համար։ Մոխրոտը հեծնեց իր ձյուկին եւ շտապեց պարահանդեսին։ Հենց ոտքը դրեց պարասրահ, հիացմունքից բոլորի լեզուներն ավելի կապ ընկան։ Թագավորի տղան բան չասեց։ Կրկին նրա հետ պարեց, բայց այս անգամ մտքում որոշելով ինչ էլ որ լինի մոխրոտին բաց չթողնել եւ անպայման ճշտել նրա ով լինելը։ Վրա հասավ գիշերը։ Մոխրոտը պատրաստվեց գնալ։ Արքայազնը համառեց ճանապարհել նրան, բայց մոխրոտն այնպես ճարպկորեն կորավ, որ ոչ ոք չնկատեց։ Այս անգամ սակայն Արքայազնը մոխրոտին կանխելու համար հրամայել էր, որ պալատի աստիճաններին կպչուն նյութ քսեն։ Եվ երբ մոխրոտը փախավ, նրա ձախ կոշիկը մնաց սանդուղքի աստիճաններից մեկին կպած։ Արքայազնը վերցրեց բյուրեղապակյա կոշիկը, ժպիտով ուսումնասիրեց եւ հանկարծ մի միտք ծագեց նրա գլխում, թե ինչպես գտնել աղջկան։ Նա արագ հրամայեց, որ շրջակա բոլոր չափահաս աղջիկները փորձեն այդ կոշիկը։ Հաջորդ օրը բոլոր տեղերում բոլորը փորձում էին, բայց ոչ մի աղջիկ նման փոքրիկ, նրբիկ ոտքեր չուներ։ Ի վերջո, կոշիկը փորձելու հերթը հասավ մոխրոտի ընտանիքին։ Թագավորական պատվիրակները եկան նրանց տուն։ Այս կոշիկն ու ոտքը որ մտավ, նա կլինի մեր արքայազնի կինը։ Քույրերն ուրախացան եւ եկան փորձելու։ Ավակ քրոջ բութ մատը խանգարում էր, որ կոշիկը մտնի։ Այդ ժամանակ մայրը ստիպեց նրան, որ սեղմելով ծալելով բութը հագնի։ Աղջիկը մի կերպ հագավ, բայց հենց ոտքի կանգնեց, ցավին չդիմացավ եւ բեն շպրտելով կոշիկը լացելով դուրս գնաց սենյակից։ Հետո կրծեր քույրը մոտեցավ եւ սկսեց փորձել։ Նրա ոտքի մատները մտան կոշիկի մեջ, սակայն նրա կրունկն էր մեծ եւ չէր տեղավորվում։ Կրծեր քույրն էլ մոր օգնությամբ մի կերպ ոտքը մցրեց կոշիկի մեջ, բայց մի քանի քայլ անելով
ցավից ճչաց եւ հանելով կոշիկը սայլ բարձր տզալով դուրս փախավ սենյակից։ Ոյ, սա իսկականը չի, ասաց թագավորի պատվիրակը եւ հարցրեց. Էլ ուրիշ աղջիկ չունեք։ Խորթ մայրը ձեռքը թափ տալով ասաց. Մի հիմար աղջիկ էլ ունենք մոխրոտը, բայց դե նա ինչ արսնացու։ Նա այնքան կեղտոտ է, որ ամոթ է ձեր աչքին երևա։ Նրա ոտքերը միշտ փայտե մաշիկների մեջ են, անչորնի են շատ։ Թագավորի պատվիրակը միևնույն է պահանջեց, որ աղջկան բերեն։ Խորթ մայրն ի վերջո կանչեց մոխրոտին։ Մոխրոտը նախ լվաց երեսնու ձեռքերը, հարդարեց մազերը եւ ներս մտնելով սենյակ, փխորը գլուխ տալով ներկայացավ բոլորին։ Բյուրեղապակյա կոշիկը նրան պարզեցին։ Մոխրոտը նստեց աթոռին, ոտքից հանեց փայտե մաշիկը եւ հագավ բյուրեղապակյա կոշիկը, որը ճիշտ նրա ոտքով էր։ Վեր կացավ, ազատ կանգնեց, քայլեց սենյակում, պտույտներ արեց եւ պարեց մի քիչ։ Խորթ մայրը նոր գլխին կավ։ Չարությունից գունատվեց, ուզեց մի բան ասել, բայց պատվիրակների ծափահարությունները եւ խանդավառությունը չթողեցին։ Մոխրոտին արագ ուղեկցեցին դեպի կառք եւ ճանապարհ ընկան թագավորական պալատ։ Թագավորի տղան շնչակտուր ընթառաջ եկավ, ուշադիր նայեց Մոխրոտին եւ անմիջապես ճանաչեց այն գեղեցկուհուն, որի հետ երջանիկ պարել էին 3 օր շարունակ։ Նայ, իմ իսկական արսնացու, իմ երջանկությունը, ասաց արքայազնը, գրկեց եւ վեր բարձրացրեց Մոխրոտին։ Հենց այդ ժամանակ սպիտակ թռչունը հայտնվեց եւ պտույտներ գործելով կարծես օրհնեց նրանց։ Մոխրոտի հայրը վերադարձավ օտար երկրներից։ Շատ ուրախացավ իր դստեր համար, իսկ երբ իմացավ իր կնոջ բոլոր խաբեությունների մասին, բաժանվեց նրանից եւ վտարեց նրան իր տնից իր աղջիկների հետ միասին։ Այդպես պատժվեցին նրանք իրենց չարության եւ խորամանկության համար, մնալով անտուն։ Իսկ Մոխրոտի եւ արքայազնի համար մեծ հարսանիք արեցին։ Ամբողջ թագավորությունը մեծ ուրախությամբ տոնեց նրանց ամուսնությունը։ Եվ նրանք ապրեցին շատ երկար եւ երջանիկ։ Բա սա էլ էսպես։